Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են ստորագրել ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչի մասին է խոսքը։ Թեև որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տարածում են տեղեկություն, թե իբր այդ համաձայնագիրը արդեն ստորագրվել է, իրականում ոչ, այն առայժմ նախապատրաստվում է միայն։ Այս օրերին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով Էմիրություններում է եւ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ, ով նաեւ Էմիրությունների փոխվարչապետն է եւ Դուբայի թագաժառանգը, եւ ահա հենց իր հետ զրույցում հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է համաձայնագիր ռազմական հարցերում համագործակցության մասին եւ այս հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են այդ պայմանագիրը ստորագրելու իրենց պատրաստակամությունը։ Ամենայն հավանականությամբ արդեն կա տեքստ եւ հաջորդ հանդիպման ժամանակ նախարարները այդ փաստաթուղթը արդեն կստորագրեն։ Եվ հատկանշական է, որ Էմիրությունների կողմի պաշտոնական հաղորդագրությունում նույնպես հիշատակվում է այդ համաձայնագրի ստորագրման պատրաստության մասին։ Ամենայն հավանականությամբ դա շրջանակային համաձայնագիր է լինելու, որը ընդամենը այսպես ուրվագծելու է հետագա համագործակցության ավելի կոնկրետ հեռանկարները եւ ճանապարհ կբացի այդպիսի նոր ավելի առարկայական համաձայնագրերի մասին։ Ինքնին փաստը, որ երկու կողմերն էլ հայտարարում են այդպիսի համաձայնագիր կնքելու մտադրության եւ պատրաստակամության մասին, իհարկե որոշ բան ասում է եւ եթե հաշվի չառնենք օրինակ ՀԱՊԿ շրջանակներում մեր գործընկեր Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը, ապա պետք է արձանագրենք, որ իսլամական աշխարհում ընդամենը երկու պետության հետ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցելու պայմանագրեր է ունեցել Իրանն եւ Լիբանանը, այդպիսով Էմիրությունները կդառնան երրորդ պետությունը։ Հետաքրքիր է, որ իսկապես վերջին 2 տարվա ընթացքում շատ ակտիվ զարգանում են ռազմական ոլորտում մեր այս երկու երկրների միջև հարաբերությունները եւ կոնտակտները։ 3 անգամ Հայաստանի պաշտպանության նախարարը վերջին 2 տարվա ընթացքում այցելել է Էմիրություններ։ 2023 թվականին նա մասնակցել է Դուբայում այդ ռազմական տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսին, որի ընթացքում հանդիպումներ կոնկրետ պայմանավորվածություններ է ունեցել ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 23 թվականի նոյեմբերին հանդիպում է ունեցել Էմիրությունների պաշտպանության նախարարի հետ, կոնկրետ առարկայական էլի ինչ-որ համաձայնություններ են բանավոր ձեռք բերվել։ Եվ այս համագործակցությանը իհարկե կնպաստի նաև այն, որ Էմիրությունների եւ Հայաստանի միջև պատրաստվում են ստորագրվել առևտրի լիբերալիզացիայի ազատականության մասին խոշոր համաձայնագիր։ Կարծում եմ դա եւս կնպաստի եւ այսպես զարգ կտա նաեւ ռազմական ոլորտում մեր երկրների համագործակցությանը։ Արտյոմ, արդյոք սա կարող է հնարավորություն տալ ռազմական տեխնիկայի ձեռքբերման։ Դե առաջին հերթին դա ճանապարհ է հարթում, օրինակ, չգիտեմ, համատեղ զորավարժությունների համար, տեխնիկական համար ոլորտում համագործակցության համար, միգուցե ինչ-որ վերապատրաստման համար, օրինակ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ինչ-որ միջոցառումների համար։ Ավելի քիչ է հավանականությունը, որ Էմիրությունները մեզ պատրաստ կլինեն զենք վաճառել, բայց դրա հնարավորությունը եւս չարժի բացառել։ Հիշեցնեմ, որ Էմիրությունները Հայաստանի, եթե չեմ սխալվում, երկրորդ տնտեսական պարտներն են, ապրանքաշրջանառության ծավալները հաշվի առնելով, բայց այնտեղ ռազմական տեխնիկա իհարկե այնտեղ դեռևս համենայն դեպս չկա։ Էմիրությունները ոչ միայն աշխարհի խոշորագույն ռազմական տեխնիկա ներկրողներից մեկն են, այլ նաև արտահանող, մասնավորապես ռազմական ավտոմեքենաներ են արտադրում, անօդաչու սարքեր, սնայպերների, այսինքն դիպուկահարների համար հատուկ ժամանակակից զինատեսակներ եւ կան այդպիսի ոչ հարձակվողական զինատեսակներ, որոնք միգուցե եւ նաեւ Էմիրությունները պատրաստ լինեն քննարկել դրանք Հայաստանին վաճառելու հնարավորությունը։ Բայց իհարկե Ադրբեջանը իր լծակները կօգտագործի դա բացառելու համար, քանի որ Էմիրությունների եւ Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը շատ ավելի հեռու է անցել, ընդամենը 1 շաբաթ առաջ Էմիրությունների պաշտպանության նախարարը Բաքվում այդ ռազմական շքերթին էր ներկա, իսկ դրանից եւս մի քանի շաբաթ առաջ
Էմիրությունների եւ Ադրբեջանի միջև համատեղ զորավարժություններ կայացան Ադրբեջանում։ Ամեն դեպքում դա եւս բացառել հնարավոր չէ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Էմիրությունների եւ Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ չէ որ հարթ են եւ միգուցե Աբու Դաբիում մտածեն նաեւ այս ձևով այսպես զսպել ինչ որ իմաստով Թուրքիայի ակտիվությունը մեր տարածաշրջանում։ Շնորհակալություն Արտем։